Սիրելի հետևորդներս, բարևներ, ինչպես եք, ինչպես ա ձեր տրամադրությունը, իմ տրամադրությունը շատ բարձր, հավեսով, շախով, շուխով ուզում եմ մի այնպիսի խմորեղեն թխեմ, որ բոլորիս էլ պետք ա գալու այս օրերին, արդեն իսկ ցանել եմ զատկի ցորենը, այս դեպքում արդեն ցորենը փոխարինել եմ կտավատով. Հիմա էլ պատրաստեմ բուրգի, որ շատ-շատերիս պետք է գալու մեր զատկական սեղաններին։ Ինչ եմ արել, անցնենք գործի, մինչ գործողությանը անցնելը ասեմ, որ չենք մոռանում բաժանորդագրվելու մասին և լայքերի մասին, ինչպես նաև մի հաճելի ու հավես գրառում անելու մասին։ Այ հիմա անցանք գործի, դե գնացինք։ Ինձ մոտ արդեն կաթը տաք է, որի վրա ավելացնում եմ այսպես մի լավ լիքը գթալ, շաքարավազ, այնուհետև 1, 2, 3 և 4, ուրեմն ալյուր եմ ավելացնում ու մի հատ իրան խառնելու ենք, սպասելու ենք, որ ինքը խտանա, հասունանա, բայց քանի որ կաթն իմ մոտ շատ էր, չափաբաժինը մի քիչ փոխենք, լավ, այսպես, այնուհետև խմորիչն ենք ավելացնում, մի լավ լիքը ճաշի գթալ, 10-15 գրամ ու խառնելու ենք, բերանը ծածկենք, սպասենք մինչև հասունանա, բարձրանա, սկսի աշխատել, այ այսպես, մինչ խմորիչը սկսի հասունանա, տեսեք այսպիսի կիսախիտ զանգված ստացան, սպասենք ակտիվանա, ես այս ընթացքում հյուրում եմ անցնեմ զրույցի։ Ահա սիրելի հետևորդներս, այս ընթացքում հասցրեցի շփվեմ իմ հյուրի հետ և ինձ թվում է զանգվածն արդեն բարձրացած կլինի, եկեք միասին նայենք ու հապա մի տեսեք, ինչ լավ ձևով բարձրացել է, տես աղջիկը մի քիչ էլ մոտեցնեմ, տեսեք թե ինչքան ինքը լավ տեղին բարձրացել է։ Տեղափոխում եմ ուրիշ ամանի մեջ, շաքարավազ եմ ավելացնում, 1, 2, 3, 4, 5 և 6։ Հալեցված կարագ եմ ավելացնում, շատ կարևոր է, երկու ճաշի գթալին մոտ հուսայող եմ ավելացնում, սիրելի հետևորդներս, ուրեմն այնուհետև ձու եմ ավելացնում, սամեք,
3 ձվի մի սպիտակուցը, մի դեղնուցը թողնում եմ երեսին քսելու համար և իրան այսպես խառնում ենք։ Այնուհետև ալյուրն եմ ավելացնում, եթե չամիչով եք ուզում, սիրելի հետևորդներս, չամիչը նախապատրաստում եք լվանում, չորացնում, ալյուրի մեջ շաղախում և վերջին պահին ավելացնում խմորին։ Այստեղ արդեն միթեի գդալ քացախն եմ ավելացնում, նորից եմ խառնում և ավելացնելու եմ այնքան ալյուր, որ ստացվի պինդ խմոր, ձեռքերին չկպնող, բայց ոչ շատ պինդ խմոր։ Մոտավոր մինչև 1 կիլոգրամ ալյուր ենք օգտագործելու, 950 գրամ պլյուս մինուս։ Օգտագործել եմ 400 մլի կաթ, 6 ճաշի գթալ շաքարավազ, 80 գրամի մոտ կարագ, բուսայուղ, միթեի գդալ քացախ, տեսակ էսել ստերից պոկվեց, բայց ոչինչ։ Շատ ալյուր չենք էլ անելու, մյուս մասն էլ պիտի բուսայուղով անենք, սիրելի հետևորդներ ջան։ Այ հենց այս ընթացքում, եթե ցանկանում եք չամչով, կավելացնեք չամիչը։ Շատ լավ խմորա և արդյունքում ունենում ենք ամպի նման թեթև բուլկիներ։ Հիմա քանի որ խմոր, ես խմորը պիտի իմ ձեռքով զգամ, գիտեք, տեղյակ եք, այսենց հավեսով, եկեք մի հատ հունցենք, կցանկանաք սեղանի մակերեսին,
կցանկանաք թասի մեջ, քանի որ չափաբաժինը փոքր է, ես նախընտրեցի թասի մեջ, այսպես։ Հիմա տեսեք, խմորը սկսեց պնդանալ, բայց ձեռքերիցս կպչումը սիրելի հետևորդներս, ու որպիսի շահապես այլուր չանեմ, վերջի հունցը բուսայուղով կանեմ, որ շատ ալրապատ խմոր չունենանք։ Տեսեք, ինչքան հեշտ է, բավականին լավ հունցվում է, այսպես։ Մի փոքր էլ հունցեմ և ծածկեմ, սպասենք մինչև հասունանա, այսպես։ Մոտ 5 րոպեի չափ հունցել ենք։ Հիսուս Քրիստոսներ ասենք, թողենք հանգստանա։ Անցել է արդեն բավականին ժամանակ, սիրելի հետևորդներս, և եկեք անցնենք խմորի նախապատրաստմանը։ Տեսնեմ, թե այս ինչ լավ խմոր ենք ստացել, այլ ալյուրով չենք աշխատում, բուսայուղով ենք աշխատել։ Այսպես։ Այնքան անուշը լավ է բուրում, շատ ընտիրաբուրը։ Կարաքի են անուշ հոտը եկավ, իհարկե հավաքում ենք, ապա խմորի բոլոր մասնիկները ու անցնում գործի տեսախցիկը, այնպես պահեմ, որ երևա։ Ցավեսով կտրում ենք ըստ մեր նախընտրած չափի, սիրելի հետևորդներս։
տեսեք ինչ դիր խմոր է ստացվել, աննկարագրելի։ Հիմա հաջորդը։ Փոքր եմ գտաշտում, որ ինքը դեռ մեծանալու տեղ ունի։ Այս մնացածը առանց ձեզ։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, ջեռոցը միացրել եմ 180 աստիճան, այստեղ գնդել եմ, թողել, որ հանգստանա, մի քիչ էլ չափերով մեծանա, մի կես ժամ, 30-ից 40 րոպե կթողեմ, որ հանգստանա, որից հետո կշարունակենք։ Եկեք տեսնենք, թե ինչքան է չափով մեծացել բուլկիները, ինչ են անում, ամեն կողմից, այսպես, սիրուն հավեսով ձվի դեղնուցն ենք կսում և ուղարկում ջեռոց, իմ ջեռոցում թխելու եմ 180 աստիճանով, երևի թե 15 րոպե, արդեն ամենքս կկողմնորոշվենք մեր ջեռոցով, սիրելի հետևորդներ ջան։ Այսպես։ Ամեն կողմից քսելու ենք։ Ուղարկեմ ջեռոց և արդեն պատրաստի վիճակում ցույց կտամ ձեզ։ Այսպես։ Սարսկեմ և անցնենք հաջորդին։ Սպասենք արդյունքին։ Վերջ։ Եկեք տեսնենք, թե ինչքան ինքը լավ հաճելի ձևով բարձրացել է։ Սպասենք կարմերի։ Ահա, սիրելի հետևորդներ, այստեղ մի քիչ ավել կարմրեց մեր բուլկիները ու քանի տաք են մեղրապատեմ, երեսը մեղր կսեմ, որ էլ ավելի համեղ լինի։ Ահա, քանի որ Ալեքսի հետ գրավոր ենք գրում, այսպես,
անցնենք մյուսին։ Մյուսի հանդեպ արդեն ավելի ուշադիր կլինեմ։ Տնական անուշա բույր, անուշա համ մեղր եմ կսում։ Սպասենք մյուսի թխվելուն։ Վերջ սիրելի հետևորդներս, սա բաց տարբերակը, տեսեք ինքը տաք, ինչքան փքուն ու լավն է ստացվել։ Սա էլ մի քիչ լավ կոլմրած տարբերակը, բայց այնպես չի, որ տակը լավ է, ինքը փափուկ, թեթև, ամպի նման բուլկիներ են ստացվել։ Հիմա կտրեմ։ Միջուկն էլ տեսնենք, տեսեք սիրելի հետևորդներ ջան, որն էլ ցույց տամ, տակից, գլխից, իրանք լավ, տեղը տեղին թխվել են, եկեք կտրեմ թեկուզ և սա, նայեք, փափուկ, փխրուն, թել-թել, ստացված բուլկիներ, այնպես որ պատրաստեք ուրախ տոներ բոլորիս։ Մի հատ կխնդրեմ, իրա ծակոտիկները դուք նայեք մոտիկից, այն որ ընտիս։ Թեթև և համեղ։ Չենք մոռանում լայքելու և բաժանորդագրվելու մասին։